վերադարձված 4 գերիների կտանքների եւ խոշտանգումների ենթարկելու մասով դատարան ինչ-որ հայցեր ներկայացվելու են, թե ոչ։ Ուրեմն 4 հայրենադարձված գերիներն էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եւ նրանց վերադարձը ինքնին անառարկական չի դարձնում դատական process-ը։ Քանի որ այստեղ վիճարկվում է ոչ միայն անձնական ազատության իրավունքի խախտում, այլ նաև վատ վերաբերմունք, արդար դատաքննության իրավունքի խախտումներ, տարբերակված մոտեցում եւ բազմաթիվ այլ մարդու իրավունքների հարցեր, դրա համար վերադարձը ինքնին չի բացառում գործընթացի շարունակականությունը եւ ես կարող եմ ասել, որ բոլոր այն ռազմագերիները, որոնք վերադարձել են եւ իմ ու իմ գործընկերների վստահորդներն են, մենք այդ գործերը շարունակում ենք վարել եւ մտադրություն չունենք հրաժարվել դատական գործընթացներից միայն այն պատճառով, որ նրանք արդեն վերադարձվել են եւ նրանց ազատության իրավունքը հետագա խախտումների չի ենթարկվում։ Հիմա այստեղ պետք է դիրքորոշում արտահայտի Հայաստանի կառավարությունը, թե արդյոք վերադարձից հետո հետևողական լինելու են, որպիսի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս նախորդիվ 5 տարիների ընթացքում թույլ տրված իրավունքի խախտումը արձանագրի եւ խախտման վերացման միջոցներ ձեռնարկվեն, կոմպենսացիա տրամադրվի եւ այլն։ Իմ գնահատմամբ ճիշտ է, իրավացի է, արդար է, որ այս գործընթացները շարունակվեն եւ մենք իրավունքի խախտումների վերաբերյալ ունենանք դրանք ամրագրող դատական ակտեր։ Սակայն, քանի որ նշված անձինք մեր վստահորդները չեն, մեր ցանկությունները կարծում եմ նշանակություն չունեն եւ այստեղ պետք է հասկանալ, թե Հայաստանի կառավարությունը իդեմս իրավական ներկայացուցիչ ինչպիսի դիրքորոշում կորդեգրի։